կուսակցության թիրախավորումից հետո ԲՀԿ-ն չկարողացավ անցնել ազգային ժողով, հիմա սահմանադրական դատարանը ըստ ձեզ ուղի սխալը թե ոչ։ Ախ, ԲՀԿ-ն մեկ ուղում անցավ ազգային ժողով, Բարգավաճ Հայաստանից գողացան ազգային ժողով լինելու իրավունքը, բայց նույնիսկ Բարգավաճ Հայաստանի մեջ չի խնդիրը, այլ 60,000 քաղաքացիների շուրջ, որոնց ընտրական իրավունքի գռեհիկ ոտնահարում է։ Սա մեկ, երկրորդը ես 95 թվականից ընտրական պրոցեսների հաջորդանոց մարդ եմ, 96 թվականից սահմանադրական դատարան վիճարկումներ ա եղել, գրեթե բոլոր ընտրությունները կապված։ Իհարկե նման մասշտաբի վիճարկում աննախադեպ է, երբեք չի եղել, որովհետև հիմա դուք գիտեք, որ տարբեր սեգմենտների 7 ուժեր բողոքարկել են, եւս 3-ը չեն բողոքարկել, բայց ընտրությունները լեգիտիմ չեն համարում, ՀԱԿ, Լուսավոր Հայաստան, ԱԺԲ։ Իսկ սա խոսում ընտրական ինստիտուտների նկատմամբ տոտալ անվստահության մասին։ Իրավական բոլոր հիմքերը կան, որ սահմանադրական դատարանի նախագահն ու նրա անդամները Վագն Հովակիմյան չդառնան։ Բայց ես իհարկե չեմ հավատում։ Սա որ դարձան դատարանը, ասում եմ, չեմ հավատում, որ չեն դառնա Վագն Հովակիմյան կամ Նիկոլ Փաշինյան։ Դրա համար մի անգամ է սահմանադրական դատարանը մի փոքր շեղում տվել իրանց մեր պատմության մեջ 2003 թվականի նախագահական վիճակից հետո ՍԴ-ն դեռ մերժեց ընդդիմության հայցը, բայց որոշեց, որ մի տարի հետո իշխանությունները վստահության հանրակրվետ դիանեն։ Այդ մի տարին էլ քրտներիցս եկավ, այդ լղոզված ձևակերպման պատճառով բախումներ եղան, օրինակ ես էլ կալանավորվեցի մի քանի ամսով եւ այլն։ Ես լավատես չեմ, հույսեր չունեմ։ Ես ավելի շատ հակված եմ ենթադրել, որ այսինն էլ այն 7-ի պես հանցագործներ դառնան հանուն այդ դեպքում իշխանության երկարացուցակ։ Այդ դեպքում քաղաքական ուժերը ինչու իրենց քաղաքական պայքարի առանցքը տեղափոխեցին սահմանադրական դատարան։ Ինչ պիանեին, իրավական գործիքակազմա, դե ամբողջը օգտագործենք, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից չի բացառվում, որ վիճարկումներ լինեն նաև մարդու իրավունքների կատարվածքով եվրոպական ակցիաներից, դրա համար պետք է սպառել ամբողջ զինանոցը։ Սա մեկ։ Երկրորդը անկախ նրանից ՍԴ-ն բավարարելու է թե չէ, մենք լրիվ օրինական եւ իրավական հիմքերով դիմել ենք ՍԴ։ Մենք դիեն կանխավարկածով չառաջնորդվենք, որ իրենք բավարարելու են թե ոչ։ Շանս այս մարդկանց համար կամ իրավունքի օրենքի դաշտում կդառնան կամ Նիկոլ Փաշինյանի գրպանի տուզիկները կդառնան։ Հիմա իրանց ընտրությունն է, ինչ ընտրություն։ Պարոն Սուրենյան, ինչ եք կարծում, ընդդիմությունը վախենում է իշխանությունից, որ փողոց դուրս չի գալիս, թե վախենում է, որ մարդիկ չեն հավաքվի։ Ինչ է նշանակում իշխանությունից վախենալ։ Որ տանեն ձերբակալեն, քրեական գործեր հանեն։ Գիտեք, առանց դուրս գալու էլ տանում են, ձերբակալում են, ունեզրկում են, ամեն ինչ էլ անում են։ Այսինքն եթե դրան նայես, մի հատ մարդու հետ գործ ունես, որ ինչքան հանգիստ ունես, այնքան ավելի շատ է նստացնելու, ունեզրկելու, ամեն ինչ էլ անելու։ Գիտեք, հեղափոխական վիճակ չի երկրում, եկեք շատ անկեղծ լինենք, հիմա պետք չի էլի, մենք մեզ պատրանքներ ստեղծենք, հետո այդ պատրանքներով ժողովրդին կերակրենք, հետո խաբենք ժողովրդին, հիասթափեցնենք։ Երկրում հեղափոխական սցենար չի։ Իշխանությունը կարող է փոխվել 1-1.5 տարվա կտրվածքով, հիմա ընդդիմությունը պետք է ստեղծի ակցիոնավետ համակարգեր այդ խնդիրը լուծելու համար։ Պարոն Սուրենյան, որ նշում եք զինանոցը պետք է ըստ էության սպառել, չեք կարծում այդ զինանոցը սպառելու հետ մեկտեղ սպառվելու է նաև ժողովրդի էներգիան, որովհետև այլ բան է հենց ընտրությունների հաջորդ օրը կուտակված էներգիան, այլ բան է, որ 1 ամիս հետո կամ 2 ամիս հետո փողոցում ինչ-որ քաղաքական պայքար կեներ։ Եթե հեղափոխական ընդդիմություն լիներ, օրինակ, գիշերը ժամը 2:20 ամսի 7-ին փողոց կաներ ժողովրդի, որտեղ Նիկոլ Փաշինյանը գնացել է իշխանության ուզում Այսինքն ԲՀԿ-ն էլ հեղափոխական։ Ասում եմ, ընդհանրապես հիմա Հայաստանում հեղափոխական ընդդիմություն չկա, սա քննադատություն չի։ Փաստ է։ Բնույթով էս ընդդիմությունը փոփոխության ձգտում է, բայց հեղափոխական չի։ Ես եղել եմ ընդդիմադիր հարթակներում, որոնք պատճառը իսկապես էլ ինչն է պատճառը, որ վերջի պահին զատնի են դնում։ Զատնի չեն դնում։ Ես այդ գնահատականը այդ զատնի դնել, գազ տալ բան, այդ տերմինները ընդդիմության համար զատնի դնող չկա, որոնք էլ պայքարում են, եթե պայքար չլներ, այս հետապնդումներն ու բաներն էլ չեր լինի։ Հետապնդումների համատեքստում էլի մի հատ նայեք
ասում եք արդյունավետ մեխանիզմներ ստեղծել համակարգեր։ Հիմա արդյունավետ համակարգեր առանց այն անհատների, որոնք ի վիճակի են իրենց ռեսուրսները ներդնել։ Զոր օրինակ ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, որին փորձում են մեկուսացնել, կամ փորձում են մեկուսացնել այլ քաղաքական ուժերի ակտիվ դերակատարներ։ Ինչպես է հնարավոր այդ համակարգերի ստեղծումը։ Ձեր հարցի ենթատեքստը լրիվ հասկացա։ Ուրեմն հետ սովետական ավտորիտար տարածքում, կարգի երկրում, հետ փոշոր կապիտալի կրողները ձեռնոց են դերում իշխանության ու լավ են։ Պիտի պատրաստ լինեն տարբեր սցենարներ։ Ուրեմն ստեղծված իրավիճակներում իմ հարգարժան ավագ ընկերը պարոն Ծառուկյանը, մեր մյուս փոշոր սեփականատերը Սամվել Կարապետյանը մի հատ հստակ գիտակցում պիտի ունենան եւ ես կարծում եմ ունել այդ գիտակցումը, իրենք կամ պիտի ռեսուրսներ դրեն արդյունավետ համակարգեր ստեղծելու մեջ շատ արագ, կամ պիտի նկատի ունենան, որ եթե այդ չեն անում, ռեժիմը մեկը գրոհել է իրենց վրա մինչև վերջ։ Այսինքն այդ հարցը իմ տիրույթում չի, բայց իմ պատասխանը հստակ ասում եմ։ Կամ իրանք պիտի ռեսուրս դնեն քաղաքականության մեջ եւ հասնեն հաջողության, կամ էլ պիտի պատրաստ լինեն, որ այս ռեժիմը իր պարագիխով մինչև վերջ նորագի։ Պարոն Սուրենյան, նշում եք, որ երկրում հեղափոխական մթնոլորտ չէ, նաև նշում եք, որ ժողովուրդը հունիսի 7-ի գիշերը 2020 պետք է դրսում լիներ։ Եթե հեղափոխական հեղափոխական առաջնորդ, միայն հեղափոխական առաջնորդից էր կախված, ձեր նախընտրական շրջանում թույլ տված սխալների չէ, որ ժողովրդի հետ չեք խոսել։ Բազմաթիվ սխալներ են կարել, ես մեր ժողովրդից ներողություն եմ խնդրում սխալների համար, անձամբ եւ կարծում եմ ճիշտ կանի ամբողջ ընդդիմությունը։ Մենք անպիտան ենք եղել, եթե չենք կարող, այսինքն բավարար պիտանելություն չենք ունեցել, եթե այս իշխանությունը պահպանվում է։ Եվ իսկապես ընդդիմությունը խնդիր ունի անկեղծ կոմունիկացիայի միջոցով ժողովրդից նաև իր սխալների համար ներողություն։ Կարող ենք չգիտենք, որ Նիկոլ Փաշինյանը մայստերեզա չի։ Նիկոլ Փաշինյանը պիտի աներեն ինչ-որ արել է։ Բնականաբար մենք բավարար չափով չենք կարողացել պատրաստ լինել համարժեք պատասխան իշխանությանը տալու, բայց այդ չի նշանակում պայքարը պետք է հիմա դադարեցվել։ Եթե պատրաստ չենք եղել, սխալներ ենք արել, անշուշտ ինչի համար պետք է ժողովրդի ներողամտությունը հայցենք, հակառակ պարագայում հասարակությունը իրավունք ունենա մեր անկեղծությանը չհավատալ։ Պարոն Սուրենյան, Արման Աբովյանը ձեզ հետ է։ Խոսում է։ Ասում է հերիքա։ Ասել եմ։ Միշտ էլ քննարկումներ լինում են, միշտ էլ համոզված եղեք, որ մենք արդյունավետ համակարգ գտնել կարող ենք։ Շնորհակալություն։